Գործատուի բրենդը բիզնեսի ռազմավարական ակտիվ։ Փետրվարի 6-ին Երևանում կայացավ մարդկային ռեսուրսների կառավարման մարքեթինգ եւ գործատուի բրենդի ձևավորում միջազգային համաժողովը։ Այն համախմբել էր մարդկային ռեսուրսների կառավարման, մարքեթինգի եւ բիզնեսի ոլորտի մասնագետների Հայաստանից ու արտերկրից։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին գործատուի բրենդի ձևավորման ժամանակակից մոտեցումները, դրա ազդեցությունը կազմակերպությունների մրցունակության եւ աշխատակիցների ներգրավվածության վրա։ Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը նշեց, որ այս ձևաչափով միջոցառումը առաջին անգամ է անցկացվում։ Նպատակն է employer brand-ը որպես թեմա, որպես ֆունկցիա, որպես գիտելիք թիրախավորել եւ իր շուրջը կազմակերպել պրոֆեսիոնալ միջոցառում, որտեղ թիրախավորված խոսում ենք հենց այդ առարկայի մասին։ Այսօր ուժեղ employer brand կառուցելու ճանապարհին դու հերիք չի լինես միայն օրինակ լավ մարքետոլոգ կամ լավ PR մասնագետ կամ լավ HR, պարտադիր է, որ տվյալ 3 ստորաբաժանումները իրար հետ շատ սերտ համագործակցեն եւ բոլոր ստորաբաժանումներում լինեն մարդիկ, ովքեր հասկանում են մյուս ստորաբաժանման ֆունկցիան։ Միջոցառման ընթացքում Հայաստանի առաջատար ընկերությունները կիսվեցին իրական փորձառությամբ, տեղի ունեցավ նաև պանելային քննարկում եւ փորձի փոխանակում ներկաների միջև։ Համաժողովի շրջանակում Ամերիա բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը խոսեց գործատուի բրենդը որպես ռազմավարական ակտիվ թեմայի շուրջ։ Մանրատիպ միջոցառումներին մասնակցելը շատ կարևոր է, քանի որ սա հնարավորություն է փորձով կիսվելու, լսելու ինչ են նաև իրենց փորձի ներքո ներկայացնում այլ թիմակիցներ, հասկանալու ուր է զարգանում ոլորտը, ինչպիսի փոփոխություններ են ակնկալվում։ Վարդանյանցի խոսքով գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է կազմակերպության ներսում արժեքների, մշակույթի, ղեկավարության վարքագծի եւ աշխատակիցների ամենօրյա փորձառության միջոցով դառնալով երկարաժամկետ մրցակցային առավելություն։ Գործատուի բրենդը կարող է ինչպես օգնել, այնպես էլ վնասել կազմակերպությանը, դրա համար բարի համբավ շուկայում կառուցելը կարևոր է, որպեսզի թեկնածուները կարողանան ընտրեն գործատուին եւ ունենան համապատասխան փորձառություն կազմակերպությունում։ Մեր հաջողության գրավականությունը նրա մասին է, որ մենք ստեղծում ենք միջավայր ներսում, մենք ունենք ամուր, կայացած թիմ, ուժեղ ղեկավարներ, ուժեղ առաջնորդներ, ուժեղ մենտորներ տեղում, որոնք օգնում են երիտասարդներին աճելու, ունենք շատ մրցակցային, հետաքրքիր ռազմավարություն, ունենք աճելու հնարավորություն։ Վարդանյանցը անդրադարձավ նաև Ամերիա բանկի նոր նախագծին։ Ինչպես գիտեք, Ամերիկան շատ տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս շուկայում, թեկնածուներին ոգևորելու, ներգրավելու, երիտասարդներին նոր հնարավորություններ նախաձեռնելու տրամաբանության ներքո, եւ ես ուրախ եմ ասել, որ շուտով մենք նաեւ սկսելու ենք Tech Generation մեր նախագիծը, տեխնիկական մասնագիտություններ երիտասարդների համար, եւ սա հնարավորություն է ոչ միայն երիտասարդների համար, այլ մարդկանց համար, ովքեր ընտրել են իրենց մասնագիտությունը, սակայն ունեն խիզախություն եւ հնարավորություն ոլորտ փոխելու։ Միջազգային համաժողովը եւս մեկ անգամ ընդգծեց, որ աշխատաշուկայի փոփոխվող պայմաններում կազմակերպությունների հաջողությունը մեծապես կախված է իրենց մարդկային կապիտալից եւ գործատուի բրենդի հետեւողական զարգացման ռազմավարությունից։